Վարձեր կեսարացի հայրապետի ջրորդնյաց աղորդի։ Տեր Աստված ամենորդնյան և ամենակարող, հզոր և սկանչելով, որ ոչնչին խավարային ապատրախ անդրումներս տերտեցին երկիր վերքովը և հոգիտ շրջում են ջրերի վրա։ Դու ասացին թողնի լույս և եղավ Դու ասացին, որ ակնարկով բաժանվեցին ջրերը և ձուկները։ Բազմաթիվ այլևայր բարիքներ դադարեցին մարդկային ծերունները։ Իսկ իրենց քրիստյան օրերին դարձեցին նրան, որ միասին գործով, որ ելավ և մարդկային մարմին առավ և ելավ մտնելու բոլորյալին, որին թշնամին սատանան անել էր կյանքի վրացին և հետամտելով ինքներ չար գազով իր մահամեր թույներով, վիրավորել տեսար աղտալի ներքերով և ծրել անմարտավենան ճանապարհների ու դաշտերի վրա։ Այնտեղ հայտնել իր աստվածությունը, դա է իմ սիրելի որդի, հայրական կոկոչման և ուսախայր կոկոչման, նախագարապետ Հովհաննես Քրիստոսը մատնացույց արեց ասելով. ահա գառն աստուծո բրբրում է աշխարհի ներքև և ապա հրամայել բոլորին ջուր իջնել ու ոչնչացնել թշնամուն սատանային և սրբելով բոլորին աշխարհի ներքերից դուրս լցնելով զավթերով և գաղտնելով մի հոտ և մի հորից ինքերց խաչանշան դրոշքով ընտրեց իր գաղթուն կաթողիկոսի եկեղեցին։ Այսօր մենք բարձրաձայն ասում ենք, մեծ է դու Տեր և սքանչելի քո գործերը, և ոչ որ կարող չէ խոսքով օգտագործել քո սքանչելագործությունները, քանզի քո իսկ կամքով ամեն ինչ գոյություն առավ ոչնչի, քո կարողության բարձրացում և վեր ես հանում բոլոր արարածներին և քո նախապատրաստության կարգավորում աշխարհը։ Իսկ այժմ աղաչում ենք քեզ, արտասեր Տեր, ուղարկի քո Սուրբ Հոգին այս ջրի վրա և մերձեցիր մեզ Սուրբ Հոգու շնորհներով և օգնիր այս ջուրը, որպեսզի սա դառնա տներին շունություն, հիվանդներին բժշկություն, հոգիներին և մարմիններին բրբություն և բոլոր կարիքների համար և որովհետև շնորհված և արտացել Աստված ես, ամեն ոք գործարարներին, որոնք չարն են խոսում, թող հեռու մնան սրբագործված այս ջրից, որպեսզի քո անունը Տեր, մենք հռչակենք մեծ, հարավուրյան և սքանչելի։ Եվ քեզ մանուցենք օգնություն և փառք, Հոր, Որդուն և Հոգու, Հայրն և Մշտովիտյանս հարգելից ամեն, աղություն